Վերջին շրջանում բավականին հաճախ եք Հայաստան գալիս, հիմնական առիթը որն է լինում։ Առիթները անձնական ձեռնարկներն են, իսկ համերգներով երևի հանդես գանք մեկ տարվա մեջ ամռանը, բայց դե իմ քաղաքն է, ես սիրում եմ միշտ այցելել, ընկերներ ունեմ այստեղ մանկության պատանեկության, դա է պատճառը, որ այստեղ ենք։ Երբ գնում եք, ամենաշատ ինչ եք Հայաստանից կարոտում։ Հայաստանը նախ սա իմ քաղաքն է, այստեղ եմ ծնվել, այստեղ եմ մեծացել, ինձ կապող ընկերներ ունեմ այստեղ, հայրս է այստեղ թաղված, այցելում եմ միշտ հորս, եւ ընկերություն եւ հարազատություն քաղաքը։ Լավ, ինչ է փոխվել, ձեր աչքին ինչ-որ բան քաղաքում երկրում փոխվում է։ Շատ բան, նախ երիտասարդությունը, շատ տաղանդավոր, շատ վայրույթ, շատ ճաշակով, դա ինձ ոգևորություն է ներշնչում։ Շատ լավ։ Վերջին շրջանում քննարկվում էր, պարգևների հարցը, դուք ինչպես եք վերաբերվում։ Պարգևների հարցին ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև դա պետական մակարդակի հարց է, կամ կուլտուրայի մինիստրի հարց է, ընկերներ ունեն, որ մարդիկ հարմար չեն գտնում, որ իրենք պարգևատրված են, բայց դա կարծեմ ինձ հասանելի բանը չէ, որ ես արտահայտում դրա մասին։ Պարգևը ձեզ ինչ-որ բան տվեց։ Իհարկե, միշտ էլ հաճել է, միշտ էլ ես ուրախ եմ, որ վերջապես պետական մակարդակով ինձ պարգևացին, դա ինձ ուրախացնում է եւ որ պարտավորեցնում է ավելի լավ աշխատելու։ Հաջորդ տարի համերգ մենահամերգ եք Այո։ Այսինքն երկրպագուները կարող են սպասել։ Այո։ Հին երգեր թե նաև նոր երգեր կլինեն։ Իհարկե, միշտ այո։ Շատ լավ։ Եվ մի հարց էլ, ընդհանրապես տեղյակ եք քաղաքական դաշտում ինչ է կատարվում։ Ամեն ինչի շատ ես տեղյակ եմ ինչ է կատարվում, բայց ես քաղաքականություն չեմ սիրում եւ այնինչ ինչ որ չեմ հասկանում, չեմ ուզում արտահայտել դրա մասին, դա քաղաքագետների հարց է։ Բայց ինչը կուզեիք երկրում փոխվի։ Եվ ինչը փոխվի, ամեն ինչ փոխվի, ժողովուրդը սկսեն ավելի բարվոք ապրել, ավելի լավ ապրել եւ կապվեն այս երկրին եւ արտագաղթը դադարի, որ հասել է շատ մեծ չափերի։